Լարված դրություն հարևան Իրանում, ում ականջներն են նշմարվում ստեղծված քաոսի հետնապատկերում, ինչպես իրեն կդրսևորի Երևանը տարածաշրջանային զարգացումների դեպքում։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղևորվել ընդհանուր 3800 տոննա, այս անգամ ոչ միայն պրեմիում, նաև ռեգուլյար կարգի բենզին է գալիս։ Պարետային ժամ Հալեպում սիրիական բանակը զգուշացրել է հեռու մնալ դիրքերից, ինչ վիճակ է հայկական համայնքում։ Հայաստանը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, գործադիրը հաստատել է տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ում պատժել, ում ոչ, ընտրողաբար է մոտեցումը, որքան արդար է իր որոշումներում դատավորներին դատող բարձրագույն դատական խորհուրդը։ Սառույց մայթերին սայթաքելն ու կոտրվածք ստանալը վայրկյանների հարց է, ով պետք է բակ ու մայթ մաքրի սառույցից, որ մարդիկ սահուն չհայտնվեն թակարդում։ 2025-ին 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, ինչ անել թիվն ավելացնելու համար, զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատված պատրաստ է։ Ովքեր են հետ ստանալու էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը, 636 քաղաքացու անվանացանկը 2 օրից կհրապարակեն։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Երևան-Թեհրան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանում է Իրանի փոխարտգործնախարարը Մաջիդ Թախթրավանչիի հետ հանդիպմանը արտգործնախարար Միրզոյանը ընդգծել է Հայաստանի հստակ դիրքորոշումը առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում։ Անդրադարձ է եղել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին եւ դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։ Նախարարն ասել է, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս հարևան եւ բարեկամ Իրանի հետ հարաբերություններին, ըստ էության Հայաստանի համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են եւ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքյանը եւ վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս արդեն ընթացիկ տարում հարաբերությունները պաշտոնապես բարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի, ասել է Միրզոյանը։ Հարևան Իրանում ներքաղաքական լարվածությունը չի թուլանում, ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, որոնք 2 քաղաք արդեն իրենց վերահսկողության տակ են առել։ Սոցիալական անարդարության հողի վրա ծագած բողոքի ալիքը քաղաքական երանգներ է ստացել, ցուցարարները նախկին շահի որդու վերադարձն են պահանջում եւ հոգեվոր առաջնորդ Խամենեիի հրաժարականը։ Թեհրանը փոխարտգործնախարարին է ուղարկել Երևան, որտեղ ըստ որոշ տեղեկությունների շուտով սպասվում է ամերիկյան փոխնախագահի այցը։ Առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում եռացող տարածաշրջանում եւ այս համապատկերում ինչպես կդիրքավորվի Երևանը, ժամի անդրադարձը։ 10 օրից ավելի է Հայաստանի հարավային հարևան Իրանում իրավիճակը լարված է։ Փոխարժեքի տատանումներ երկրում ամենաբարձր 39%-ի հասնող տարեկան գնաճ։ Հիմնականում սրանք դարձան նաև պատճառ, որ երկրում բախումներ սկսվեցին քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ։ Պետք է հասկանանք, որ Իրանում սոցիալական իրավիճակը բավականին բարդ է եւ բնական է, այդ իրավիճակում նմանատիպ տեսնենք բողոքի ցույցերը։ Իրանում զանգվածային բողոքի ցույցերը օր-օրի նոր թափ են ստանում։ Ընդլայնվել է նաև բողոքի ցույցերի աշխարհագրությունը։ Աբդանանում, Աստարայում, Ռաշտում, Ղազվինում, Թեհրանի տարբեր հատվածներում արձանագրվել են իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ փողոց դուրս եկած ընդդիմադիրներին հաջողվել է երկրի արևմուտքում գտնվող 2 քաղաքում՝ Աբդանանում եւ Մալեքշահիում վերահսկողություն հաստատել։ Հաղորդվում է նաև իրավապահների զոհվելու մասին։ Մահ Խամենեին, մահ բռնապետին, Փահլավին վերադառնալու է։ Իրանի նախկին շահի որդին Ռեզա Փահլևին Fox News-ի եթերում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան ու գլխավորել իշխանությունների դեմ պայքարը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ երկրում ստեղծված քաոսի հետևում տեսնում եւ մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երկրի ներքին գործերին միջամտելու, անկարգություններ կազմակերպելու, բռնության եւ ահաբեկչության համար։ Ինչ վերաբերում է արտաքին ուժերի ներգրավվածությանը, Իրանում մշտապես արտաքին ուժերի ներգրավվածություն առկա է, պետք չի սրա վրա զարմանալ, հատկապես որ բնականաբար արտահորձարանական կամ արտահամակարգային ուժեր, որոնք ուղղակիորեն հղում են անում, այսպես արտաքին աջակցության կենտրոնների։
կողմերի։ Այդտեղ նաև Իրանում տեղ ունեցող զարգացումները եւ նաև հարակից այսպես ենք տարածաշրջաններում ուղղակիորեն կապ ունեն գեոպոլիտիկ, գեոտնտեսական մրցակցության հետ։ Իրանում ստեղծված լարված ֆոնին այդ երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին Երևանում քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել մեր երկրի արտաքին գերատեսչության իր գործընկերների հետ։ Քննարկել են նաև Հարավային Կովկասում զարգացումները։ Ընդհանրապես Արևմուտքից, այդ թվում նաև Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան, Իրանը դիվանագիտական տարբեր խողովակներով փորձում է վերլուծել, հասկանալ նրանց այցերի բուն նպատակը եւ թե այդ այցերը տարածաշրջան որքան են բխում իր երկրի շահերից։ Անցած տարվա վերջում տեղեկություններ տարածվեցին, թե հունվարի վերջին Հայաստանը ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ըստ վերլուծաբանների, Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան կապված է նաև Վենսի Հայաստան այցելելու հանգամանքի հետ։ Պարզաբանումներ պետք է ստանան, Իրանը փորձելու է իր շահերի որոշակի երաշխիքներ ունենա, դա վերաբերում է նրան, որ Հայաստանի սահմանին որևէ այլ երրորդ երկրի տարածաշրջանային երկրներից բացի ներկրներ գրավվածություն, հատկապես ռազմական տեսանկյունից պետք է բացառեն, բայց ամերիկացիները նման խնդիր չեն դնում։ Իրանը որոշակի մտահոգություններ ունի եւ այդ մտահոգությունները իր կարծիքով նույնիսկ նախագահի մակարդակով այստեղ բարձրաձայնվել են։ Այդուհանդերձ պետք է հասկանալ, որ թրիփի հետ կապված դեռևս հստակություն փաստացի չկա։ Հայաստանի կառավարությունը սակայն իդեմս Փաշինյանի ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ փոխնախագահը կարող է այցելել Հայաստան թրիփ նախագծի մեկնարկին ընդառաջ։ Այցերի 100%-ով հաստատված լինելը պետք է համարվի դրա մասին պաշտոնական հաղորդագրություն։ Իդեպ թրիփի հետ կապված Փաշինյանը լրատվամիջոցներին հայտնել է, թե որոշակի աշխատանքային գործընթացներ են ընթանում նաև գետնի վրա։ Հատկապես կապուղիների եւ թրիփ ծրագրի մեկնարկի համատեքստում առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել։ Իդեպ Իրանում քաղաքական ուղղվածության երկու հոսանքներ կան, եւ այդ հոսանքներից յուրաքանչյուրը ինչ-որ առումով հակադիր տեսակետներ ունեն թրիփ նախագծի վերաբերյալ։ Նախագահ Փեզեշքյանի թիմը թրիփ նախագծում խնդիրներ չի տեսնում, իսկ հոգևոր առաջնորդի եւ Վելայեթի թիմը կարմիր գծերի մասին է խոսում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակել, թե ինչ կարող են գնել եւ վաճառել, ինչը դեռևս ուսումնասիրության process-ում է, գործընթաց է ընթանում։ Փաշինյանն է ասել կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նաեւ մանրամասնել, թե ինչպես է ստացվել, որ կոնկրետ ընկերություններ են զբաղվում ադրբեջանական բենզինի վաճառքով։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել։ Իմիջիայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։ Ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար եւ ով ուզենա կարող է դրանից օգտվել։ Ադրբեջանից բենզինի նոր խմբականակ է ներկրվում Հայաստան ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբականակը այսօր պետք է ուղարկվեր Գյուզդեկի երկաթուղային եւ Բաքվի բեռնատար կայարաններից։ Հայաստան է գալիս 1000 տոննա ռեգուլյար կարգի բենզին, 1000 տոննա դիզվառելիք եւ 1800 տոննա պրեմիում կարգի բենզին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ներմուծվող վառելիքը կվաճառվի շուկայականից էժան գնով։ Նրա խոսքով մյուս ներմուծողները նույնպես պետք է բանակցեն ավելի ցածր գների համար, որպեսզի քաղաքացիները ստանան ավելի մատչելի վառելիք։ Միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս ու ելի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչև 80 դրամ էժան է լինել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Պարետային ժամ Հալեպում սիրիական բանակը զգուշացրել է հեռու մնալ դիրքերից, ինչ վիճակ է հայկական համայնքում։ Հայաստանը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, գործադիրը հաստատել է տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ում պատժել, ում ոչ, ընտրողաբար է մոտեցումը, որքան արդար է իր որոշումներում դատավորներին դատող բարձրագույն դատական խորհուրդը։
սառույց մայթերին սայթաքելն ու կոտրվածք ստանալը վայրկյանների հարց է, ով պետք է բակ ու մայթ մաքրի սառույցից, որ մարդիկ սահուն չհայտնվեն թակարդում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում այժմ միջազգային լրահոս։ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ թիրախային գործողություններ կսկսի Շեյխ Մաքսուդ Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերում գտնվող Սիրիական դեմոկրատական ուժերի կազմակերպության դիրքերի դեմ։ Հրամանատարությունը թաղամասերում պարետային ժամ է հայտարարել եւ կոչ է արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ կազմակերպության բոլոր դիրքերից։ Քրդական շրջաններից տեղահանումները շարունակվում են։ Սիրիական դեմոկրատական ուժերի կազմակերպությունը արդեն 3 օր է թիրախավորում է Հալեպի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով որոշ տեղեկություններով 1 տասնյակից ավելի մարդ է զոհվել, 3 տասնյակը վիրավորվել։ Բախումների հետևանքով վնասվել են նաեւ հալեպահայերի տներից մի քանիսը։ Բերյո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ մարդկային կորուստներ հայերի շրջանում չեն եղել, ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում։ Իդեպ Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ եթե Սիրիան օգնություն խնդրի, Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Հրադադարից հետո Լոնդոնն ու Փարիզը նախատեսում են Ուկրաինայում ստեղծել իրենց սեփական ռազմական բազաները եւ այնտեղ կառուցել զենքի եւ ռազմական տեխնիկայի պահեստավորման օբյեկտներ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հիմք ընդունելով Զելենսկու հետ եռակողմ հայտարարություն ստորագրած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարզաբանումները։ Զախարովայի խոսքով Ռուսաստանի արտգործնախարարությունը զգուշացնում է, որ արևմտյան ստորաբաժանումների եւ ռազմական օբյեկտների տեղակայումը Ուկրաինայում կդիտարկվի որպես արտաքին միջամտություն եւ որ դրանք կարող են դառնալ Ռուսաստանի զինված ուժերի թիրախներ։ Արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների եւ այլ ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայի տարածքում կհամարվի արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ եվրոպական երկրների անվտանգության համար։ Նման բոլոր ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն Ռուսաստանի զինված ուժերի օրինական մարտական թիրախներ։ Այս նախազգուշացումները բազմիցս են հնչել ամենաբարձր մակարդակով եւ մնում են արդիական։ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում 800,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, երբ դրսում ջերմաստիճանը հասել է -11-ի։ Դնեպրի քաղաքապետը ստեղծված դրությունը ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է անվանել։ Ամբողջ գիշեր հոսանք չի եղել նաև Զապորոժիեի մարզում։ Այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական կողմի հարվածի հետևանքով։ Էներգետիկ ենթակառուցվածքների վրա նման հարվածները բացարձակապես ոչ մի ռազմական հիմնավորում չունեն, սոցիալական ցանցում գրել է նախագահ Զելենսկին, հավելելով, թե Մոսկվան ուզում է, որ Ուկրաինայում կենդանի մարդ չմնա։ Մոսկվան դատապարտել է Վաշինգտոնին հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար տանկերի առգրավման համար, նաև մեղադրել երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծելու համար։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նավը նավթ էր տեղափոխում Վենեսուելա, Ռուսաստան եւ Իրան խախտելով արևմուտքի պատժամիջոցները։ Մոսկվան արձագանքել է, թե այս քայլը կհանգեցնի միայն ռազմական եւ քաղաքական հետագա լարվածության, հավելելով, որ մտահոգված է սուր միջազգային ճգնաժամային իրավիճակներ առաջացնելու Վաշինգտոնի քայլերով։ Թրամփի գործելավոճի դեմ հայտարարություններ են արել եվրոպացի առաջնորդները։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե Թրամփի օրոք Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը ոչնչացնում է համաշխարհային կարգը, պետք է չսահել ավազակների որջի մեջ, քանի որ ժողովրդավարությունը բախվում է աննախադեպ ճնշման, ասել է նա։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ասել է, թե Միացյալ Նահանգները աստիճանաբար հեռանում է իր որոշ դաշնակիցներից։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գերտերությունների կողմից աշխարհը բաժանելու իրական գայթակղություն կա, ասել է նա, ընդգծելով, որ Եվրոպան պետք է պաշտպանի իր շահերը։ Դոնալդ Թրամփը New York Times-ին ասել է, միայն ժամանակը ցույց կտա, թե որքան կպահպանի Միացյալ Նահանգները վերահսկողությունը Վենեսուելայում։ Times-ի հարցին խոսքը 1 տարվա թե ավելի երկար ժամանակահատվածի մասին է, Թրամփը պատասխանել է շատ ավելի երկար։ Թրամփը ասել է, թե նավթ են վերցնելու, իջեցնելու են նավթի գները եւ գումար են տալու Վենեսուելային, որի կարիքը նրանք ունեն։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները այժմ շատ լավ համագործակցում է Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։
Իրանը պատերազմ չի ցանկանում ոչ Միացյալ Նահանգների, ոչ Իսրայելի հետ հակված է բանակցությունների, բայց իրադարձությունների ցանկացած զարգացմանը պատրաստ է։ Լիբանան կատարած այցի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով, երբ Միացյալ Նահանգները ընդունի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ բովանդակային բանակցություններ կարող են սկսվել։ Դիվանագետը նաև նշել է, որ Իսրայելից մերձավոր Արևելքի ուղղությամբ բխող սպառնալիքները երբևէ այսքան մեծ չեն եղել։ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում ՄԱԿ-ի 31 կառույցներից, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հարցերով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այլևս անընդունելի է ամերիկացի հարկատուների միջոցները, ջանքերն ու ռեսուրսները ուղղել կառույցների, որոնք նրա խոսքով չեն սպասարկում Միացյալ Նահանգների շահերը։ Ռուբիոն նշել է, որ դրանք վատ են կառավարվում, կողմնակալ են և անարդյունավետ։ ՄԱԿ-ը դեռևս չի մեկնաբանել Միացյալ Նահանգների նախագահի հրամանագիրը։ Վերադառնանք Հայաստան, գործադիրը հաստատել է տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի նախագիծը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը դիրքավորելն է որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք։ Փաշինյանը հայտնել է, որ առաջին անգամ նպատակաուղղված ձևավորվում է տնտեսություն և ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից, օրակարգից, որը ըստ Փաշինյանի արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ըստ Նիկոլ Փաշինյանի պայմանավորված է նաև Հայաստանի շուրջ ձևավորված տարածաշրջանային և արտաքին քաղաքական նոր միջավայրով։ Դոկտրինը ներառում է նաև հարկային օրենսգրքի նոր կարգավորումները, որոնցով նպատակադրվել են փոխել Հայաստանի ներդրումային միջավայրը։ Հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ եւ ճիշտն ասած մի քիչ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է։ Մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ եւ ուղիղ ասում եմ վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին եւ նաեւ փորձագիտական հանրությանը, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու։ Խիստ նկատողություններ, կարգապահական տույժեր, անգամ լիազորությունների դադարեցում 2025-ը առատ էր արդարադատություն իրականացնող մարդկանց ճակատագրեր որոշող դատավորների դեմ վարույթներով։ Մոտ 2 տասնյակ այդպիսի դեպք է հայտնի, մի դեպքով անգամ միեդի որոշում կա, որ դատավորին բարձրագույն դատական խորհուրդը անարդար է զրկել լիազորություններից։ Որքան արդար և օբյեկտիվ է իր որոշումներում դատավորներին դատող բարձրագույն դատական խորհուրդը, իրավապաշտպաններին լսել է Արմեն Աթալյանը։ Նախորդ տարվա ընթացքում բարձրագույն դատական խորհուրդը 11-ից ավելի վարույթներ է հարուցել դատավորների նկատմամբ, որոնց շրջանակում մի մասին հայտարարել է խիստ նկատողություն, մի մասին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նաև դատավորի լիազորություններ է դադարեցրել եւ այլն։ Նորմալ պրակտիկա է, կմտածեն շատերը։ Այդ պրոցեսների օբյեկտիվության վերաբերյալ, սակայն անցած տարվա ընթացքում բավականին ակտիվ բանավեճեր են ծավալվել։ Շատ մասնագետների համար տարակուսանք է առաջացրել խորհրդի անդամների ընտրության տրամաբանությունը։ Բարձրագույն դատական խորհրդի առանցքային պաշտոններում մինչ այս գոնե նշանակվում էին ոչ թե մարդիկ, որոնք, այսպես ասած, կադրային դատավորներ են, այլ ավելի շուտ քաղաքականացված քաղաքական պաշտոններ զբաղեցնող իրավաբաններ։ Ինչու է սա գրավել իրավաբանների ուշադրությունը, որովհետև լիազորություններից զրկվող դատավորները հաճախ աչքի են ընկնում հենց քաղաքական ենթատեքստով դատական գործերի վերաբերյալ ոչ իշխանահաճո որոշումներով։ Այսինքն կա ենթադրություն, որ վերջինները հեռացվում են դատական համակարգից ոչ օբյեկտիվ որոշումների հիման վրա։ 2022-ից 24 թվականը մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին եւ որոնց մի մասի քվեարկությունը նաեւ անձամտուք է իրականացրել որպես ԲԴԽ անդամ այն հիմքով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ դուք պատժեցիք այդ դատավորներին աշխատանքից հեռացնելով։ Հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն են դիմել այդ դատավորները
եւ հաղթանակով վերադառնում են հերթով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ԲԴԽ-ին առնչվող եւս մեկ դիտարկում է արել 2025-ին, որն ըստ մասնագետների կասկածի տակ է դնում այս կառույցի օբյեկտիվությունը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ արդարադատության նախարարը, որը ի պաշտոն է լիազորված էր միջնորդելու կիրառել կարգապահական պատասխանատվություններ դատավորի հանդեպ, փաստացի գտնվում էին ըստ Եվրոպական դատարանի ընկերական հարաբերությունների մեջ, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ անկողմնակալությունը էական կասկածի տակ էին։ ԲԴԽ-ի ղեկավարները վերջին տարիներին հաճախ են հայտնվել քննադատության թիրախում, սկսած Գագիկ Ջհանգիրյանից, որի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը ժամանակին այդպես էլ իրավական գնահատականի չարժանացավ։ Կառավարության ղեկավարը դատական համակարգի բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին SMS-ով աշխատանքից հեռացնում է, որևէ իրավական կարգավորում բնականաբար այստեղ չկա։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք սա չեք դիտարկում ուղիղ միջամտություն դատական համակարգին։ Այսինքն բարձրագույն դատական խորհուրդը մի մարմին է, որը պետք է մի կողմից պաշտպանի դատավորի անկախությունը, մյուս կողմից թույլ չտա, որպեսզի դատավորները մարդու իրավունքների խախտումների գնան։ Բայց որոշի փորձագետների տեսանկյունից այդ գործիքները կիրառում է ընտրողաբար, երկակի ստանդարտներով։ Դիցուկ օրինակ ժամկետների ուշացման համար կիրառվող կարգապահականները, փաստաբանները տեսնում են, որ ոնց որ թե կան դատավորներ, որոնք ավելի շատ են ուշացնում դատավարական ժամկետները, բայց չեն արժանանում այս արձագանքին։ Վերջին տարիներին Հայաստանում իրավաբանների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորները մեկը մյուսի հետևից դիմում գրեցին եւ հեռացան համակարգից։ Ինչու բարձրագույն դատական խորհուրդը չփորձեց պարզել եւ հրապարակել այդ հեռացումների պատճառները, հարցնում են մասնագետները։ Գուցե այդ դատավորների նկատմամբ եղել էին ճնշումներ, որոնցից այդ մարդկանց պաշտպանելու գործառույթը հենց ԲԴԽ-ինն էր։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Դեղորայք ստանալու արտոնությունից զրկվել են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդները, հաշմանդամության կարգ նրանց էլ չեն տալիս, համատարած մերժում են։ Պոլիկլինիկաներում հրաժարվում են ուղեգիր տրամադրել, որ դիմեն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով, ասում են, միևնույն է կարգ չեն տալու։ Մարդիկ մնացել են շիվար կանգնած, թանկարժեք դեղորայքի ուշացումը կարող է անդառնալի վնաս հասցնել առողջությանը։ Տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները վերջին ամիսներին հաշմանդամության կարգ չեն ստանում, հետևաբար չունեն արտոնություններ։ Օրենսդրությունը սահմանում է, որ մինչև 18 տարեկան երեխաները, եթե ունեն ֆունկցիոնալ խանգարումներ, կարող են ստանալ հաշմանդամության կարգավիճակ եւ անվճար բուժօգնություն։ Բայց երբ շաքարային դիաբետ ունեցող երեխան դառնում է չափահաս, կարգավիճակը դադարեցվում է։ Արտոնությունները վերանում են, բուժօգնությունը դառնում է վճարովի։ 18-ից բարձր անձանց համար հաշմանդամության կարգավիճակ ստանալը ըստ ոլորտի փորձագետների գրեթե անհնար է։ Դիմումները համատարած մերժվում են։ Ախտորոշվելուց հետո նախկինում բուժառուն իրավունք ուներ դիմել միասնական սոցիալական ծառայություն։ Մինչև 18 տարեկաններին տրվում էր հաշմանդամի կարգավիճակ, իսկ 18-ից բարձրերին առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամության կարգ, որն իրենից ենթադրում էր արտոնություններ ու ֆինանսական աջակցություն։ Այժմ սակայն այդ գործառույթը իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովը։ Հաճախ էնդոկրինոլոգներ չկան բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում։ Ինչը իհարկե մեծ խնդիր է, որովհետև երբ որ կա նեղ առողջապահական խնդիր ու այդ խնդիրը գնահատող հանձնաժողովում չկա նեղ մասնագետ, արդեն օբյեկտիվությունը կարող ենք կասկածի տակ դնել։ Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի տվյալների համաձայն Հայաստանում շաքարային դիաբետ ունի մոտ 122,000 մարդ։ Նրանցից 9,959-ը ինսուլինակախյալ շաքարային դիաբետիկներ են։ Թեև տիպ 1 դիաբետը ավելի քիչ տարածված է, սակայն համապատասխան բուժում չստանալու պարագայում անձի օրգան համակարգերը կարող են ամբողջությամբ ախտահարվել։ Փորձագետների խոսքով դիաբետ ունեցողները շատ հաճախ բժշկական փաստաթղթերը ձեռքներին դիմում են պոլիկլինիկա ուղեգիր ստանալու համար, սակայն որոշում ընդունելու իրավունքը միայն ֆունկցիոնալ գնահատման հանձնաժողովինն է։ Միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ տիպ 1 ախտորոշմամբ անձանց հաշմանդամության խումբ ստանալու դիմումները, պատճառաբանելով, որ այս հիվանդությունը կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը այն աստիճանի չէ, որ հանգեցնի հաշմանդամության, այն որևէ կերպ չի սահմանափակում անձի կենսագործունեությունը։ Նախատեսվում է արտոնությունների փաթեթ ժամին այս սեղմ ինֆորմացիան են փոխանցում սոցիալ նախարարությունից։ Իսկ առողջապահության նախարարը դեռ նախորդ տարի էր կառավարության նիստում անդրադարձել թեմային, սահմանափակվելով ընդամենը 1 բարեփոխումով։ 2025 թվականին նաև վերանայել ենք, ուրեմն մինչև 28 տարեկան անձանց համար էլի չափման ուրեմն
ստրիպերի քանակները եւ ներառել ենք նաեւ 18-ից 28 տարեկանների համար եւ սա եւս կարծում եմ շատ կարեւոր քայլ է, որը որ ընդհանուր առմամբ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից ուրեմն քարտեզի վրա։ Ըստ փորձագետների շաքարային դիաբետ ունեցող չափահաս քաղաքացիների վերաբերյալ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում էլ լուրջ խնդիրներ կան։ Սկզբունքային բացթողումներ, հաշմանդամության կարգավիճակ կամ բավարար անապահովության չունեցողները փաստացի դուրս են մնում ապահովագրության պետական պաշտպանությունից։ Մասնագետները օրինակ են բերում Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում տիպ 1 շաքարային դիաբետով ապրողներին պետական մակարդակով մեծ աջակցություն է տրամադրվում։ Նրանք անվճար ստանում են ինսուլին, դեղատնային ներարկիչներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաեւ հետազոտություններ, բժիշկների մշտական ընդունելություններ եւ խնամք։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վնասվածքաբանների աշխատանքային եռուն շրջանն է, օր չկա հիվանդանոցներ կոտրվածքով դիմողներ չլինեն։ Տոնորերին մայթերին դրած առածյունը սառույցի է վերածվել, սահադաշտ դարձել անցորդների համար։ Քաղաքային իշխանությունները սառույցից բակում մայթ մաքրել է տնտեսվարողների գործն են համարում։ Փորձագետներն էլ հակադարձում են, իսկ ինչու թերացումների համար չեն օգտվում պատժելու լիազորությունից։ Մերկասառույցը պատել է Երևանը։ Քաղաքի փողոցներն ու մայթերը վերածվել են թակարդների, որտեղ ամեն մի անզգույշ քայլը կարող է ճակատագրական դառնալ։ Ձյան առած տեղումներից հետո ամբողջ քաղաքում առաջացած մերկասառույցը լուրջ վտանգ է դարձել քաղաքացիների առողջության համար։ Մարդիկ սոցիալական ցանցերում կիսվում են ընկնելու, վնասվելու ու շտապօգնություն կանչելու իրենց պատմություններով եւ փորձում պատասխանատուներին հիշեցնել նրանց պարտականությունները։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետարան Մամայի ստացած բոլոր կոտրվածքների համար։ Միատ այցելեք հիվանդանոցներ, տեսեք ինչ խայտառակ վիճակ է։ Բոլոր հարկերի, բոլոր կաբինետներում մերկասառույցից կոտրվածքներ ստացած մարդիկ են։ Ով պիտի պատասխան տա այս ամենի համար։ Facebook-յան մեկ այլ օգտատերը լիշ կոտրված ձեռքի լուսանկարն է հրապարակել ու հայտնել, որ վնասվածքաբանության բաժինը լիքն է իր նման սայթաքած ու տարբեր կոտրվածքներ ունեցող հիվանդներով։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի քաղաքապետարանում աշխատող այն մարդկանց, որոնք պետք է կազմակերպեին մեր փողոցները սառույցից մաքրելու գործը։ Եթե նրանք անեին այն, ինչ որ պարտավոր են անել, ապա մայթը մաքուր կլիներ սառույցից, ես էլ չէի սայթակի, ընկնեի ու կոտրեի ձեռքս։ Երևանցիների խոսքով իրավիճակն իսկապես անմխիթար է։ Հիվանդանոցներում այս օրերին մեծ թվով մարդիկ են հայտնվում հենց սառույցի պատճառով ստացած կոտրվածքներով, որի համար որևէ մեկը, այդ թվում քաղաքային իշխանությունը, պարտավորություն չի ստանձնում։ Միևնույն ժամանակ, սակայն Երևանի քաղաքապետարանից նկատում են, այդ տարածքների մաքրման պատասխանատվությունը տնտեսվարողինն է, որը եւ պարտավոր է ապահովել իր օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։ Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։ Իսկ հարցին, թե մինչև այժմ քանի տնտեսվարողի են տուգանել, Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, թե տվյալները դեռևս ամբողջացման փուլում են։ Երևանի շտապօգնություն ՓԲ-ի տնօրենն էլ անդրադառնալով սառույցի վրա ընկնելու ու վնասվելու հետևանքով ստացած կանչերին նկատեց։ Ընդհանուր առմամբ դեպքերի էական նվազում կա։ Տոնական օրերին գրանցվել է 16 կանչ, նախնական կոտրվածքներ ախտորոշմամբ, որոնցից 14 դեպքը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Մնացած 2 քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել բուժհաստատություն։ Բավականին կանչերի քանակը նվազել է ի համեմատ նախորդ տարիների։ Մեր մոտ շտապօգնությունում բոլոր ախտորոշումները նախնական է լինում։ Հետո հիվանդանոց ենք տանում, հիվանդանոցը իր ամբողջ գործիքակազմով հետազոտում է, հասկանում է վերջնական ախտորոշումը ինչա, կա կոտրված թե չկա։ 31, 1, 2 այդ 3 օրը կոտրվածքի կանչ նախնական, որ կոտրվածք ենք ունեցել ենք 16 կանչ, որից 14-ն է ավարտվել հոսպիտալացմամբ։ 4 բան արդեն քանակը էական էր իջել։ Իսկ տենց ասենք մի քանի դեպքը արդեն վիճակագրությունը չենք էլ անում։ Եթե բնակելի շենքերի տարածքների բարեկարգումը համատիրությունների պատասխանատվության գոտում է, անշարժ գույք շահագործողներին տնտեսվարողների, իսկ ով պիտի այս գետնանցումների խնդիրը լուծի։ Թե քաղաքային իշխանությունների կիրառած տուգանքները որքան կկարողանան կարգի հրավիրել տնտեսվարողներին, դեռ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ մարդկանց առողջությունը լրջորեն տուժում է։ Քաղաքացիների գնահատմամբ Երևանին պետք են ոչ թե արդարացումներ, այլ հարկավոր են արագ, համակարգված եւ տեսանելի գործողություններ խնդիրը օր առաջ լուծելու համար։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Կրկին դադարում էր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ 2025-ին 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Ինչ անել թիվն ավելացնելու համար։ Զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատված պատրաստ է։
Ովքեր են հետ ստանալու էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը, 636 քաղաքացու անվանացանկը 2 օրից կհրապարակեն։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ 2030 թվականին Հայաստանը պետք է ունենա առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, իսկ туриզմից ստացվող եկամուտը պետք է կազմի շուրջ 3.8 միլիարդ դոլար, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե։ Կառավարությունը այսօր հաստատել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը եւ դրա կատարումը ապահովող գործողությունները։ Կառավարության ներկայացուցիչներին լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ 2025-ի դեկտեմբերին օրինակ Հայաստան է այցելել գրեթե 140,000 զբոսաշրջիկ, իսկ ամբողջ տարվա ընթացքում 2.263,000 զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Մասնագետները սակայն туриզմի զարգացման առողջությամբ այդքան էլ լավատես չեն։ 2023 թվականից սկսած մենք չունենք զգալի աճ, այսինքն 2023 թվականի 2.3 միլիոն էր, 2024 թվականի 2.8 միլիոն, իսկ նախնական տվյալները 2025 թվականի նույնպես 2.2 միլիոն է։ Այնուամենայնիվ որ 24 ժամից ավել ժամանում է եւ մնում է տվյալ պետությունում, համարում է զբոսաշրջիկ։ Եվ այս պարագայում, ասենք մի մարդը մի տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ զբոսաշրջիկ հանդիսանալ։ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը կիրառում է վիզաների հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Դեսպանատնից հայտնել են, որ ոչ ներգաղթային եւ ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այդ նոր համակարգի միջոցով, որը գործում է առցանց։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կառավարությունն առողջության համընդհանուր ապահովագրության համար սահմանել է քաղաքացիների բժշկական պատմությունների ռեգիստրը։ Այն ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական եւ ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան է։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն ընդունվում է հրատապ կարգով, քանի որ նման ռեգիստրը անհրաժեշտ է համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության համար, իսկ համակարգը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Այս ռեգիստրը համագործակցելու է պետական այլ տվյալների բազաների հետ։ Նշվում է, որ ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, իսկ ապահովագրված անձը մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ Արմեդ հնարավորություն կստանա ծանոթանալ իր որպես ապահովագրված անձի կարգավիճակին։ Կառավարությունը դադարեցրել է կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինծառայության զորակոչից տրված 6 քաղաքացիների տարկետումները։ Խոսքը հետևյալ քաղաքացիների մասին է՝ Կարեն Արմենի Վարդանյանց, Վիսկոնսին Մեդիսոնի համալսարան, Վահե Անդրանիկի Արզումանյան, Արտուր Ռաֆիկի Դավթյան, Մասաչուսեթսի համալսարան, Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյան, Մասաչուսեթսի համալսարան, Սարգիս Արսենի Կարապետյան, Շանհայ Տիաթոն համալսարան, Նարեկ Նվերի Սարգսյան, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես։ Տարկետումները դադարեցնելու համար հիմք է ընդունվել այն, որ նշված քաղաքացիները սահմանված ժամկետում հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ տեղեկանք չեն ներկայացրել զինվորական հաշվառում իրականացրած ստորաբաժանում։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, ասել է փաստաբանը, հավելելով, որ Ղուկասյանը հանրապետական հիվանդանոցում է։ Հայաստանի հանրակրթական համակարգում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտագրվածների թվի նկատելի աճ։ Ընդհանուր առմամբ հայտագրվել է 12538 դիմորդ, մինչդեռ անցած տարի նույն փուլում այդ թիվը 11605 էր։ Դիմորդների մի մասը մասնակցում է 1 քննության, մյուսները 2։ Ընդհանուր առմամբ ձմեռային քննությունների ընթացքում հանձնվելու է 23474 քննություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որը 21218 էր։ Անգլերենի քննությունը շարունակում է մնալ ամենապահանջվածը՝ 7224 դիմորդ, երկրորդ տեղում մաթեմատիկան է 5709 դիմորդ, իսկ երրորդ տեղում հայոց լեզուն է 4657 դիմորդ։ Միևնույն ժամանակ որոշ առարկաներ սահմանափակ ընտրություն ունեն։ Օրինակ, իտալերենի համար հայտագրվել է 1, իսպաներենի համար 3, ֆրանսերենի համար 39, գերմաներենի համար 55, իսկ աշխարհագրության համար 79 դիմորդ։
636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականի էլեկտրոմոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ անցյալ տարի 5000 քվոտա տրվել էին քաղաքացիներին, 3000-ը դիլերներին։ Դիլերներից 636-ը այն չի օգտագործել, եւ դրանք շնորհվել են քաղաքացիներին։ Այժմ նրանք հետ կստանան իրենց մուծած գումարները։ Մինչև հունվարի 10-ը Պետեկամուտների կոմիտեն կհրապարակի ցանկը։ Սևանալճից Սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիս ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են Սիգ տեսակի 1456 ձուկ ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Վարորդն ասել է, թե ձկները ձեռք է բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթ կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, ձյուն, ջերմաստիճանը կբարձրանա ևս 6-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 6, Լոռիում 8-ից 13, Տավուշում 14-ից 18 աստիճան, Հարիրատում, Արմավիրում կդիտվի 2-ից 6, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 14-ից 18, Սյունիքի նախալեռներում 11-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 2-ից 4 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 4 աստիճան տաքություն, երեկոյան 1 աստիճան ցրտից 1 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։